Բարև ձեզ, Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ զրուցակիցն այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախընտրական քարոզարշավը իր ընթացքի մեջ է և մենք տեսնում ենք փոխադարձ մեղադրանքներ են իրար հնչեցնում։ Կուզեմ առհասարակ ձեր մոտեցումը այս ընթացքի վերաբերյալ ինչպիսինն է, երբ մենք տեսնում ենք չկան գաղափարական զրույցներ, կան մեղադրանքներ, և մենք տեսնում ենք այդ մեղադրանքները ընդհուպ անցնում են քրեական գործընթացների։ Այո, ցավոք սրտի իրավիճակը գնալով ավելի բարդանում է և վերահսկողությունից կամաց դուրս է գալիս և մենք տեսնում ենք, թե ինչպես քաղաքական ուժերը կամ որոշ քաղաքական ուժեր, հիմնականում խոսքը վերաբերվում է նաև իշխող կուսակցությանը, ամբողջ քարոզարշավը տանում են լարվածության ֆոնի վրա և իրենք իրենց տեսակի մեջ են, իրենց ամբողջ ծրագրերը, իրենց գաղափարները, ինչով որ եկան իշխանության, ինչով զավթեցին իշխանությունը, դա ուղղակի ազգը տարանջատելու փիլիսոփայության մեջ էր և իրենք այդ ուղղությունը զարգացնում են։ Իրենք փորձեցին մի պահ դառնալ ավելի խելացի, ավելի կիրթ, ավելի հավասարակշռված, բայց հասկացան այդ դաշտում իրենք ոչինչ չունեն։ Իրենց համար դաշտը հետևյալն է, պետք է բաժանել նախկինների, ներկաների, սևերի, սպիտակների և այլը, այսինքն տարանջատել հասարակությանը և իբր իրանք լավն են և փնովել մնացածին, քանի որ իրանց ձեռքում գտնվում է պետական բոլոր լրատվամիջոցները, իրանք մեծ լծակներ ունեն և իրենց ձեռքին է գտնվում նաև բոլոր ուժային կառույցները, իրենց ձեռքին գտնվում են տարածքային կառավարման մարմինները և իրենք այդ ամեն ինչ օգտագործում են, որպեսզի ժողովրդին ճնշեն, ժողովուրդը չկարողանա իր կարծիքը իրականում արտահայտի։ Այսպիսի բան դժվար թե այլ տարածքներում լինի, այլ երկրներում, գուցե մի երկու երկիր լինի, որտեղ իբր ժողովրդավարություն է, բայց իրականում բացարձակ բռնապետություն է և իշխանությունն իր լծակները օգտագործում է ընդդիմադիրների նկատմամբ։ Ժողովրդավարություն նշանակում է պետք է ստեղծել հավասար պայմաններ, պետությունը պետք է ստեղծի հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար, ովքեր որ մասնակցում են։ Հավասար պայմաններ պետք է ստեղծի նաև ժողովրդի համար, որ ժողովուրդը ազատորեն արտահայտի իր կամքը։ Եվրոպական կառույցները, որոնք այս ամեն ինչի հիմքը դրել են, նաև դրա համար ստեղծել են վերահսկող մարմիններ, որոնք պետք է վերահսկեն, որպեսզի պետությունը չանցնի իր սահմանները, չօգտագործի պետական լծակները, որովհետև պետական լծակներ նշանակում են նաև մեր լծակները, այսինքն բոլորին պատկանող լծակները, պետությանն է պատկանում այդ լծակները, բայց քանի դու իշխանության ես, դու փորձում ես բոլորին պատկանող լծակները օգտագործես ժողովրդի մի մասի դեմ, քաղաքական ուժերի դեմ։ Այդ քաղաքական կուսակցությունները այս երկրի մասն են և իրենց հետևորդներով հանդերձ իրանք ժողովուրդ են, որոնք պետք է քվեարկեն իրենց ուզած ձևով, քանի որ մեր օրենքները և մեր սահմանադրությունը դա է ասում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իրանք կոպտորեն խախտում են այդ համակարգը և ըստ էության վերածում են բռնապետության։ Տեսեք ինչ է ստացվում, որ ոստիկանությունը ուղեկցում է թեկնածուներից մեկին, անկախ նրանից, որ այդ մարդը հիմա երկրի վարչապետի աթոռն է զբաղեցնում կամ իշխանության է և ամբողջ պետական լծակները սպասարկում են այդ մարդկանց։ Այսպիսով կարելի է փաստել, որ հավասարաչափ չէ։ Մի վայրկյան, նայեք, օրինակ, եթե ասենք միտեղ դահլիճ է տրամադրվելու, եթե ընդդիմադիր քաղաքական ուժ գնում է այդ դահլիճը խնդրում է, որ օգտագործի նպատակների համար, իրան մերժում են։ Բայց իշխանության համար մերժում չկա, ընդհակառակ ապահովում է, որպեսզի դա տեղում լինի, տարբեր համայնքներում
մենք տեսնում ենք, որ համայնքի բնակիչներին, ուղղակի դպրոցներում, բաններում աշխատողներին, ովքեր որ աշխատում են պետական համակարգերում, ուղղակի իրենց ուղղորդում են, որպեսզի իշխանության հավաքների ժամանակ ներկա գտնվեն պարտադիր, բայց որևէ մեկը չի կարող գտնվել ընդդիմադիր հատվածում։ Ենթադրենք գալիս են ընդդիմադիրները, մարդը ուզում է լսի եւ ընդդիմադիր կարծիք եւ իշխանական ուժի կարծիք, որպեսզի ինքը կարողանա իր մեջ պատկերացում կազմի, թե ում պետք է ինքը քվեարկի։ Դա է ասում ժողովրդավարությունը։ Եթե մենք մեզ հռչակում ենք ժողովրդավարության բաստիոն, այսպես ասած, հետեւաբար դա նշանակում է պետք է լինի դա ժողովրդավարական, ժողովուրդը պետք է իրավունք ունենա ազատորեն շփվելու բոլոր քաղաքական ուժերի հետ։ Բայց մենք ինչ ենք տեսնում իրականում։ Իրականում ասում են ոչ, դուք իրավունք չունեք։ Դուք իրավունք չունեք եւ ստիպում են, ճնշում են հասարակությանը, որպեսզի հասարակությունը իր ուզած մարդուն չքվեարկի, գնա քվեարկության իր կարծիքին դեմ քվեարկություն անի, որովհետեւ եթե իմացան, որ ինքը ենթադրենք ընդդիմադիր քաղաքական ուժի է, քվեարկում իրան աշխատանքից կազատեն։ Կամ նույնիսկ լայքերի բարագայում մարդիկ չեն կարողանում լայքել, որովհետեւ վախենում են, որ իշխանությունը չտեսնի։ Հետեւաբար այս բռնաճնշումներ են սրանք, եւ այս ճնշումների բարագայում չի կարող արդար ընտրություններ լինի։ Իմ ասածը ընդհանրապես սա է, որ ժողովրդավարության հետ սա որևէ կապ չունի։ Այսինքն հավասարության սկզբունքը այս դեպքում արդեն իսկ խախտված է, կարելի ասել։ Իհարկե, օրենքի առաջ բոլորն են հավասար։ Իշխանությունը իրավունք չունի պետական մեքենաները օգտագործի, ոստիկանությանը օգտագործի, պետական աշխատողներին օգտագործի իր քարոզարշավը անելու համար։ Այդ քաղաքական ուժը, որը իշխանության է հիմա, իշխանական է, ինքը պետք է հավասար պայմաններում լինի։ Պետությունը պետք է վերելնի այդ ամեն ինչից։ Պետությունը ինքը պետք է բոլորի համար ստեղծի պայմաններ, որ քաղաքացին ազատ արտահայտվի։ Բայց ապացուցել այս պարագայում մի փոքր, եթե մենք ուզենանք ապացուցողական գործընթաց իրականացնել, բավականին դժվար է լինելու, որովհետև կասեն իրենց կամքով են եկել, այստեղ հակառակ կողմն էլ ձայն չի հանում, գիտեք միշտ։ Դե նայեք, թեկուզ վերցնենք դա ուսուցիչներ լինեն եւ այլն, ասում են մեր կամքով ենք այստեղ։ Եվ այստեղ արդեն իսկ ճշմարտությունը բնականաբար, որովհետեւ վախի մթնոլորտ կա, մարդիկ վախենում են եւ չեն կարող արտահայտվել, որովհետեւ տեսնում են ապացուցելու որևէ բան չկա։ Տեսեք ինչ ճնշումներ են գործադրում այն մարդկանց նկատմամբ, որոնք ունեն այլ կարծիք։ Ասենք կինը արտահայտվում է, իրավունք ունի, չէ, ինքը քաղաքացի է, ինքը տերն է երկրի, ինքն է լիազորություն տալու, որպեսզի իրանք շարունակեն աշխատել։ Մարդը կարծիք ասում, բռնում քաշքշում են թևերից տանում են։ Այն տարիքով մի մարդ իր կարծիքներ ասում, քաշքշում տանում են։ Ինչ են դա անում հենց իշխանական տեխնացուի հանդիպման ժամանակ։ Արգելում է, որպեսզի մարդիկ ազատ արտահայտվեն, չէ՞։ Բայց եթե օրինակ, ասենք ընդդիմադիր մի գործչի հանդիպման ժամանակ մեկը ինչ-որ բան ասում, ոչինչ չեն անում, հակառակ ոստիկանները կանգնած պահում են, որ ինքը ազատ արտահայտվի, ասի, վատ բաներ ասի, հազար ու մի տեսակ հայհոյանքներ տա, մեղադրանքներ, կեղծ մեղադրանքներ, սուտ խոսքեր, ոստիկանությունը ապահովում որպեսզի անի, այսինքն դա շատ պարզ երևում է, այդտեղ ապացուցելու ոչինչ չկա։ 15 րոպե հետևեք քարոզարշավին եւ կտեսնեք, որ ինչեր են խախտում, ամեն րոպեն մի քանի խախտում է եւ սահմանադրության եւ օրենքների։ Մարդիկ հասկանում են, որ իրենք այդ ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեն, ժողովրդավարական արժեքները լրիվ այլ բաներ են ասում։ Այս տեսակ իշխանություն մենք տեսել ենք։ Մեզ պետք չի ոստիկանապետություն սարքել։ Մենք ուզում ենք ժողովրդավարություն ենք ուզում ենք, որ ազատ արտահայտվելու իրավունք ունենենք եւ պետությունը ամենտեղ քիթը չմցնի ու չխառնի մարդկանց իրար։ Մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը պետք է լինի ազատ իրականում։ Ոչ թե ճնշման տակ ասեն գնացեք ընտրություն կատարեք ու եթե հանկարծ մի հատ էլ օրենք հանեն, եթե հանկարծ մեր ուզած ձևով չեղավ ընտրությունները, մենք կչեղարկենք այդ ընտրությունները։ Դա ինչ դեմոկրատիայի մասին է խոսքը։ Ինչ ժողովրդավարության մասին է խոսքը։ Ակնհայտ է, չէ՞ որ այս մարդիկ հանգիստ չեն կարող այս քարոզարշավը տանել։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենք հանգիստ են այն ժամանակ, երբ որ ոչ ոք իրանց հակառակ կարծիք չի ասում։ Հենց մեկը հայտնվում է մի կարծիք է ասում,
որը տարբերվում է իրենց կարծիքից եւ 1000 անգամ ավելի ճիշտ է ասում, քան իրանք են ասում, անպայման հարձակվում են վրան, ընդ որում պետական ապարատի աշխատողներ, վարչապետի աթոռը զբաղեցնող, նախարարի աթոռները զբաղեցնող տարբեր տեսակի մարդկանց վրա իրանք չեն հասկանում, որ նախարարի աթոռը նաեւ այդ քաղաքացու աթոռն է։ Այդ վարչապետի աթոռը այդ քաղաքացուն է պատկանում եւ ինքն է իրավունք տալի, որ դուք այդտեղ աշխատեք։ Դուք ինքը ձեզ վարձում է, որ դուք իր համար աշխատեք։ Ինքը ձեզ չի վարձում, որ դուք պետական լծակը վերցնեք, հարձակվեք իր վրա։ Հասկանում եք, ժողովրդավարությունը ընդհանրապես դա ասում, եթե այս խելոքները մինչև հիմա չեն հասկացել, որ ժողովրդավարությունը ինչ է, ու իրանց թվում է զավթել իշխանությունը, հետո ասել մենք ամենաժողովրդավարն ենք, բոլոր դիկտատորները այդպես են ասել։ Չկա աշխարհում մի դիկտատոր, որը իշխանությունը զավթել է, դիկտատուրա է իրականացրել, հազարավոր մարդկանց ոչնչացրել է ու չի ասել, որ ես ամենաարդարն եմ, մեր մոտ ժողովրդավարություն է եւ այլ եւ այլ։ Բայց դա ուղղակի ծիծաղելի է ու Հայաստանը այս պայմաններով, այս ռեսուրսով չի կարող այդպես շարունակի, հետեւաբար սրա վերջը մոտ է։ Լավ, իսկ երբ մենք տեսնում ենք հարցումներ են անում եւ փորձում են կանխատեսումներ անել, թե որ ուժը ավելի շատ ձայն կհավաքի, այս դեպքում կարելի է ճշգրիտ կանխատեսումներ անել, թե դրանք մոտավոր ընթացք են։ Նայեք, վերջի հարցումները, որը աչքովս ընկավ, այդ հարցումներով ուժեղ Հայաստանը առաջի տեղում է։ Այսինքն իշխանությունը իր այդ բոլոր ամեն ինչով, իր այդ պահվածքով մի քանի անգամ ավելի բան ունի, ցածր ռեյտինգ ունի եւ որքան էլ որ փորձեն այս պայմաններում ցույց տալ, որ իբր թե իրանք մեծ հեղինակություն են վայելում, բան դա տենց չի։ Ցանկացած այդ հանդիպումները տեսեք ոնց են իրանք բերում այդ հանդիպումներին, մեքենաներով, ավտոբուսներով, տարբեր ռայոններից բերում են միտեղ հավաքում են, որ այդտեղ հանդիպում լինի, որ մեծ թվով մարդիկ Երևան, որը որ բոլորը տեսնում են, բոլորը գիտեն։ Բոլորը հասկանում են ինչա կատարվում։ Ախր դա մենք անցել ենք, հիմա նույն բանը կրկնում եք, ընդ որում անհաջող ոչ պրոֆեսիոնալ ձևով ու փորձում եք կարծիք ստեղծեք, թե իբր թե ժողովուրդը ձեր հետ է։ Ժողովուրդը ձեր հետ չի եւ այդ թվերը, որ դուք խոսում եք, իրականության հետ ոչ մի կապ չունեն, որ իբր 60-70%-ը իրանց հետ բան, այդպես չի իրականում։ Դա քարոզարշավի ձև է, տեխնոլոգիաներ են, որոնք իրանք օգտագործում են։ Բայց այդ տեխնոլոգիաները իրենց դեմ աշխատեց։ Այս պարագայում, որովհետև այդ հուզական, ես չգիտեմ, այդ վարքագիծը ինչպես կոչել, այդ խոսույթը, նայեք, մարդը ամբողջը իրեն հակառակ գործեց, իդեպ հասարակությունը դա լավ չընդունեց։ Որովհետև հասարակությունը հավասարակշռված է շատ ավելի եւ հասարակությանը ղեկավարող մարդը պետք է լինի հավասարակշռված մարդ։ Ցանկացած ղեկավար ժողովրդավարական երկրում, խոսքս ժողովրդավարական երկրի մասին է։ Այն էլ ժողովրդավար կոչվող ղեկավարը պետք է հանդուրժի այլ կարծիքներ, պետք է թույլ տա, որպեսզի այլ կարծիքներ հնչեն։ Եթե այդ կարծիքների արդյունքում ինքը իշխանությունից զրկվում է, ուստի պետք է ինքը հանգիստ դա ընդունի ու գնա։ Իսկ եթե դու փորձում ես ճնշես, որպեսզի այլ կարծիք չլինի եւ ամեն ինչ անես, որ դու մնաս իշխանության, այդ բռնապետությունն է, դու բռնի պետությունն ես պահում։ Ինքը կոչվում է բռնապետություն, հենց դրա համար, որովհետեւ դու բռնի ես դա անում։ Դա դու թույլ չես տալի, որ քաղաքացին ինքը քվեարկության իրավունքով որոշի։ Նայեք, միշտ իշխանությունը խոսում է, որ բան չկա, այդ լցոնումներ չկան, բան, խոսքը լցոնումների մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ նախընտրական փուլում արդեն ճնշում եք քաղաքացիներին։ Արդեն ճնշում եք որևէ քաղաքացի, որը պետական պաշտոնում աշխատում է, չի կարող դուրս գալ, գնալ ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ լսի։ Անպայման նկարում են այդ ամբողջ համակարգը օգտագործում են, որպեսզի այդ մարդուն նկարեն ու բան անեն, աշխատանքից ազատեն, ճնշումներ գործադրեն, կանչեն զրուցեն հետը, ճնշեն, ասեն, տես այսպես կանենք, այնպես կանենք, բայց բռնապետությունը ո՞նց է անում։ Բռնի մարդկանց մտքին եք տիրանում դուք։ Որտեղ մարդու իրավունքների պաշտպանը մեկ տողով կարծես թե մի փոքր անդրադարձ ունեցավ, սակայն հավասարության նշաններ դրեց, ասելով, որ բռնության խոսք չի կարելի եւ այլն, սա արդեն ինչի մասին է խոսում։ Նայեք, մենք գիտենք, թե որ մարդու իրավունքների պաշտպան Հայաստանը չունի։ Դրանք ուղղակի պաշտպանում են այս իշխանության շահերը, ուրիշ ոչ մի բան։
Եթե ամեն մի իրավական համակարգի աշխատողի կարելի է բերել նշանակել մարդու իրավունքների պաշտպան, հետեւաբար այդ աթոռը ընդհանրապես բանի պետք չի։ Սովորաբար մարդու իրավունքների պաշտպան նշանակում են այն մարդկանց, ովքեր անցել են ճանապարհ, քաղաքական ճանապարհ, արդարության պայքարող են եղել, ժողովրդավարությունից են խոսացել, մարդու իրավունքներից են խոսացել։ Դուք որտեղ եք տեսել, որ այդ մարդիկ խոսեն մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից ու պայքարեն մարդկանց իրավունքների համար։ Այդ մարդու իրավունքների պաշտպանի համար հետ կապ չունի դու որ կուսակցության անդամ ես, ինքը պետք է քո իրավունքը պաշտպանի։ Նույնիսկ այն որ իշխանությունը ճնշում է այդ մարդուն, այդ քաղաքական գործին, ինքը այդ քաղաքական գործի իրավունքը պետք է պաշտպանի, անկախ նրանից ինքը իշխանության մասա թե չէ, այդ իրանց մարդն է թե չէ, բայց այս մարդիկ դրանից գաղափար չունեն, հասկանում եք, սա պաշտոններ է ստացել են, սրանք չեն էլ հասկանում ինչի մասին է խոսքը, ինչն են ղեկավարում, դրա համար է իրավիճակը սենց երկրում։ Ակնհայտ հաղթանակները պարտություն մատնվեցին, տարածքները զիջվեցին, երկիրը կորցրեցինք, մենք հայկական մի հատ հանրապետություն ենք կորցրել, մի հատ պետություն ենք կորցրել։ Երկու անգամ Լիբանանից մեծ պետություն ենք կորցրել։ Ում հետ մենք ճգնաժամ ունենք։ Իրանց ասելով Ադրբեջանի հետ ախպերություն է, Թուրքիայի հետ ախպերություն է, Իրանի հետ բարեկամություն է, Վրաստանի հետ բարեկամություն է, Ռուսաստանի հետ է միայն խնդիրները։ Միացյալ Նահանգների հետ լավ ենք, Ֆրանսիայի հետ լավ ենք, բոլորի հետ լավ ենք, բացի Ռուսաստանից, չէ՞։ Ինքն ինքն է ասում։ Ինքը ասում է, որ բանա, ճգնաժամ չկա, ես ասում եմ կա, բայց Ռուսաստանի իշխանությունները, բարձրաստիճան պաշտոնյաները առավոտից իրիկուն խոսում են ճգնաժամերի մասին։ Հեսա կտեսնենք ամսի 28-ին թե 29-ին ճգնաժամ կա թե չկա այդ ժողովի ժամանակ Եվրասիական միության։ Եկեք տեսնենք ճգնաժամ կա թե չկա, բայց ոչ ճգնաժամը ո՞նց է ալնում։ Մենք ուրիշ ձև որն է, այսինքն էլի չպետք է կարողանա անենք, ասենք այսօր մենք Հայաստանը նեղացած կեցված կանթուն է, Ռուսաստանն էլ Հայաստանից է նեղացած կեցված, ճգնաժամը ո՞նց է ալնում։ Ոչ մի ժամանակ դες բան չի եղել։ Մենք բոլորի հետ հարաբերություններ ունեցել ենք, բայց նաև Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություն ենք ունեցել։ Հիմա մենք այդ հարաբերությունները սկսում ենք փչացնել, վերջում ինչ արնելու։ Այս մարդիկ իրանց գործնեությունը տեսնում են միայն քաոսի մեջ, քաոս են սարքում։ Դուք հիշում եք մի ինչ-որ միջոցառում, այսպես ասենք էլի, որ պետությունը մեջն է ու դա առանց քաոսի այս իշխանությունների օրոք ավարտված է լինի։ Չկա տենց բան։ Այս իշխանությունները, այս մարդիկ սիրում են այդ քաոսները։ Ինչու՞ թե իրենք ասում են խաղաղություն ենք մենք բերել ձեզ, հիմա էլ համերաշխ խաղաղ, հիմա էլ նախընտրական էս փուլում անդադ փորձում են շարքել խաղաղությունը որպես օրակարգ։ Դե խաղաղությունը մենք այդ մասին խոսում ենք անընդհատ։ Խաղաղությունը այս բայդրությամբ այնքանով է ձեռք տալիս, որ մեր հակառակորդներին, որ այս մարդիկ մնան իշխանության։ Հիմա իրանք բնականաբար ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, որ այս մարդը մնա իշխանության։ Որովհետև այս մարդու իշխանության ժամանակ իրանք ընդհանրապես խնդիր չունեն։ Իրանք ասում են, այս մարդը անում է, ինչի մասին է խոսքը։ Խի պետք է ուզենան այստեղ բան փոխվի։ Հիմա պետք է իրանք հանգիստ մնան լուր, որ այս մարդը ընտրվի, այս մարդը ամեն ինչի գնա, տիրանա այդ աթոռին նորից ու սկսի իրականացնել այն ծրագիրը, որը ուզում են այդ մարդիկ, մեր հակառակորդները։ Լավ, հիմա այս նախընտրական, կարծես թե վերջի շաբաթներ շուտով կմոտենանք, ինչ սպասել, առհասարակ սպասել գաղափարական զրույցների։ Քաոս։ Այս մարդիկ քաոսի միջոցով են որոշելու ինչ անելու։ Խաղաղ իրավիճակ, մարդիկ, որ ազատորեն ժողովրդավարական ձևով գան ընտրության, քվեարկեն, արդյունքներում հաշվեն, որ տեսնեն, որ այս իշխանությունը պարտվել է, իրանք ասեն դե լավ կներեք ժողովուրդ ջան, դե որ մեզ չեք վստահում, մենք գնացինք, դե այդպես չի լինելու, որովհետև այս մարդկանց, որովհետև իրանք ամբողջ այս ժամանակահատվածը իրանք ցույց են տվել, որ իրանք ամեն գնով իշխանություն են ուզում, ամեն գնով։ Նե, եթե մարդը ասում է, որ եթե ես չլնեմ, Հայաստանը չի լինելու, եթե ես չլնեմ, վարչապետ չի լինելու, Հայաստանը վարչապետ չի ունենալու, եթե ես չլնեմ, պատերազմ է լինելու, այդ նշանակում ամեն ինչ կապում է իր հետ։ Այս իմ ասած 3 բաները, սրանք Հայաստանը չլինելու մասին է։ Հետևաբար ինքը դա է ասում մարդկանց։ Մենք բարձ ասում ենք, մենք չենք հասկանում ինչ ասում ենք։ Եթե դուք
Նշում եք, որ ճնշումներ կան, նրանք չեն ուզում թողնել իշխանությունը, ինչ անի քաղաքացին, ինչպես տեղեկանա ու Նայ, քաղաքացին մի իրավունք ունի։ գաղափարական Քաղաքացին մեկ իրավունք ունի, քվեարկելու իրավունք ունի, մեկ իրավունք, որը դեռևս Իրանն է։ Այս վերջի իր իրավունքն է, որ ինքը կարա քվեարկի։ Այս քվեարկությունով Իրանից մի բան է կախված, որ ինքը պիտի քվեարկի եւ հետո իր քվեարկությանը տեր կանգնի։ Այսինքն գալիս է մարդը Իրանից կախված էտա, ինքը չի կարող 5 անգամ քվեարկի, ինքը մի անգամ պիտի քվեարկի։ Այսինքն մարդը ձայնը տալուց, այդ ձայնը տալուց, երբ որ ինքը ձայնը տալիս, եթե ինքը պիտի ձայն տա այս իշխանությանը, որ այս ձևը շարունակվի, այդ արդեն խնդրեմ է ընդհանուր երկրի համար եւ բոլորիս համար։ Երբ որ ինքը գալիս է եւ քվեարկում է այլ ուժի օգտին, որը այս ճանապարհից փոխելու է ավելի լավ ճանապարհով տանի, այդ քաղաքացու ձեռքն է, ինքն է, այդ իրավունքը Իրանն է տված։ Ինքը պետք է այդ քվեարկությունը անի։ Դրանից հետո ինքը պետք է տեր կանգնի այդ իրավունքին։ Տեր կանգնելը հետեւյալն է, երբ որ կպարզվի, որ բացարձակ մեծամասնությունը ընդդիմադիր դաշտի հաղթել է, այսինքն միասնական ընդդիմությունը ավելի շատ ձայնահավաք է, քան իշխանությունը, եւ իշխանությունը կփորձի չտալ այդ իշխանությունը ժողովրդին, որը անելու է, ես վստահ եմ դրանում, ամենայն դեպս ես տենց եմ կարծում։ Այդ ժամանակ պիտի ժողովուրդը դուրս գա ու իր իրավունքին տեր կանգնի, իր քվեարկությանը տեր կանգնի։ Իսկ եթե կպարզվի, որ ժողովուրդը քվեարկել է այս իշխանության օգտին, այդ դեպքում արդեն ինչ կարող ենք անել մենք։ Նշանակում որ ժողովուրդը ուզում է այս ձևի ապրի ու ապրում է։ Դուք հիմա ներկայացրեցիք միասնական ընդդիմություն ունենք, մենք միասնական ընդդիմություն։ Նայեք, ընդդիմության մասն էլ ուրիշ հատված է, որ պետքա խոսել բոլոր քաղաքական ուժերը, որոնք հիմա գործում են, ասենք իմ տրամաբանությամբ կարելի է մեր տրամաբանությամբ մեր ուժի, որպեսզի կայանա այդ հասարակական համերաշխությունը եւ կայանա այդ հաղթանակը քվեարկության արդյունքում։ Ոչ մի այլ բանի մասին չենք խոսում, խոսում ենք միայն քվեարկության մասին։ Եթե հավաքական ընդդիմությունը, այսինքն բոլոր ընդդիմադիր ուժերը ավելի շատ են թվով, տոկոսով, ձայների քանակով ավելի շատ են, քան իշխանությունը, պարզ հասարակ տրամաբանությունը պետք է այդ ձայները միտեղ տեղավորել։ Օրինակ, ինչ կարելի է անել։ Հիմա կարելի է բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ կան, ընդդիմադիր քաղաքական ուժերը, հանեն իրանց տեխնացությունները եւ կոչ անեն, որ իրանց քվեարկողները, իրանց կողմնակիցները քվեարկեն ինչ որ ուժի օգտին։ Այդ ուժը այս պահին ենթադրվում է, որ ուժեղ Հայաստանն է, քանի որ բոլոր հարցումները ցույց են տալի, որ անգամներ ավել են ուժեղ Հայաստանի կողմնակիցները, հետեւաբար պետք է այն ուժը, որը ավելի մեծ հնարավորություն ունի, պետք է իրան օգնել, ոչ թե պակասացնել, տանել ավելի փոքրին տալ, այլ ավելի պետք է բոլորը տան մի ուղղությամբ, այսինքն նույնիսկ հիմա այս պարագայում, տեսեք, սկզբից մենք խոսում ենք փոշիացող ձայների մասին, չէ՞։ Մենք ինչի չմասնակցեցինք, որովհետեւ մենք չէինք ուզում փոշիացնենք, ինչ որ տոկոս տանենք, փոկեինք ընդդիմությունից, մենք պիտի ընդդիմադիր ձայները տանեինք։ Մենք դա չարեցինք, որ դա գնա ընդդիմադիր ուժերին։ Ով ավելի շատ հնարավորություն ունի, գնա այդ ուժերին։ Հիմա այն ընդդիմադիր ուժերը, այն հիմնական ուժերի մասին է խոսքը, որոնք ունեն հնարավորություն հանելու եւ իրենց ձայները փոխանցելու կամ իրենց կողմնակիցներին ուղղորդելու մի ուժի օգտին, տվյալ դեպքում հիմա ուժեղ Հայաստանն է, որը առաջ է, դա պետք է անեն հանուն նրա, որ չդառնան ավելի մեծ փոշիացնող, ավելի մեծ տարանջատող, որովհետև այս դեպքում ժողովրդի մեջ մեծ բան կլինի ոգևորություն, որ այո, այս մարդիկ պաշտոնի կռիվ չէին անում, այս մարդիկ ուզում են իրավիճակը փոխվի ու ռեալ շանս կա իրավիճակը փոխելու։ Այսինքն, եթե հանում է երկրորդ, երրորդ, չորրորդ ուժերը եւ հայտարարում են, որ ընդունելով SSSS բաները, հիմք ընդունելով սրանք եւ հասկանալով, կարծելով, որ ճիշտը սա է, որ սա տանում է միասնական հաղթանակի, ուրեմն իրանք հանում են եւ մնում է մի ուժ։ Այդ մի ուժը գնում է ընտրության եւ հավաքում է համապատասխան քանակի ձայներ եւ հաղթում է։ Այս պարագայում դժվար է լինելու, որովհետև հենց իշխանությունը ինքն է ընդունում, որ միասնական ընդդիմությունը ավելի շատ է, եւ դրանից են իրանք շատ վատ զգում։ Վատ զգալու բան չկա, ինչ որ պահի հաղթել եք, ինչ որ պահի պարտվելու եք։ Չկա հավերժական հաղթանակ, իհարկե,
մեր կոչը նա է, առաջարկությունը նաև, որ կոնկրետ գործողության գնացեք, կոնկրետ գործողություն։ Իշխանությանը հայոյելը, իշխանության մասին վատ բան խոսալը եւ նրանց պատասխանը ստանալ, այդ նշանակում է ինչ-որ հայոյախառը մի բան, որը ոչ մեկից պետք չի, ոչ մեկից, մենք բոլորս հոգնել ենք դրանից։ Կոնկրետ գործողություն է պետք, կոնկրետ գործողություն այս պահին ինչ կարելի անել։ Այս պահին կարելի անել սա, որ դադարեցնել, դուրս գալ, միանալ ուժերին։ Ու հնարավորություն տալ, որ նաև այդ առումով նաև ազգը ամբողջ միավորվի եւ բոլոր առողջ ուժերը միավորվելով ողջևորվի հասարակությունից, դա տենց է։ Մենք դրա փորձը ունենք 96 թվականին, երբ որ բոլորը հանեցին, թողեցին Վազգեն Մանուկյանին, առաջի քայլի ժամանակ արեց Հայրիկյանը, հանեց իր տեխնացությունը եւ բոլորը հերթով հանեցին, միացան Վազգեն Մանուկյանին եւ Վազգեն Մանուկյանը իր շատ ցածր ռեյտինգը, ցածր ասելով միջին ռեյտինգը մի անգամից կրկնապատկեց, եռապատկեց եւ հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանին ըստ էության։ Այսինքն ժողովուրդը տեսավ, որ մենք պաշտոնի կռիվ չենք անում, մենք իրականում ուզում ենք երկիրը լավ ուղղությամբ, ճիշտ ուղղությամբ գնա եւ երկիրը փրկվում է այս վիճակը։ Հիմա այս առաջարկությունը թող մարդիկ մտածեն, քննարկեն, հանդիպումների ժամանակ ասեն այդ մասին, ասեն հիմա արեք այդ։ Ձեր հարցումները, բոլոր ձեր հարցումները ցույց են տալիս դա, որ առաջատարը այդ բանն է, ուժեղ Հայաստանն է։ Ուրեմն եկեք օգնենք իրան, անկախ նրանից էս բանը մենք ընդունում ենք ինչ որ բաներ չենք ընդունում, այնտեղ ովքեր են, ովքեր չեն, ռեալ ուժը, որ ժողովուրդը հավատում է այդ ուժին։ Եկեք ուրեմն այս պահը օգտագործենք։ Լավ, պարոն Ավետիսյան, մի կարճ պատասխանի ակնկալիք ունեմ, քանի որ ժամանակը սուղ է, ուզում եմ հասկանալ այն մարդիկ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ինչպես կարող են կողմնորոշվել, որովհետև աղմուկը շատ է, վիրավորանքները փոխադարձ շատ են, ինչպես գաղափարական կուսակցության գտնել, որը իրոք մարդ վստահի, ինչպես կողմնորոշվել առհասարակ։ Դե գիտեք, կողմնորոշվելը սենց է, ես կարծում եմ, որ մենք փոքր պետություն ենք եւ հնարավորություն կա, որ մարդկանց հետ շփվել, բացատրել, ասել եւ մարդիկ իրանք տեսնում են այդ ամեն ինչ իրանց կողքի հարևանն է, բարեկամն է, մյուսն է եւ այլն։ Մարդիկ իրանք տեսնում են, հետո մենք բան ենք, մենք խելացի ազգ ենք, մենք լավ ժողովուրդ ենք, մենք մտածող ժողովուրդ ենք, մենք կարանք մտածենք եւ երբ որ նստում ես մտածում ես մի քիչ վերլուծում ես, ծանր ու թեթև ես անում, այս պահի դրությամբ դու գտնում ես այդ ելքը որն է։ Այդ ընթացքում արդեն կարող ես դիրքորոշվել, կողմնորոշվել, որ ուժին կարելի է ձայն տալ, իսկ եթե ընդդիմությունն էլ իր կողմից օգնի ժողովրդին, որ ինչ մտահոգություն որ ունես, այդ բոլորը մի տեղ է, այսինքն մարդը չի սենց ընկեբանի արանք։ Ես գիտեմ հիմա շատ մարդիկ, որոնք սենց տատանվում են, ասում են ուժեղ Հայաստանին տանք, թե Հայաստան դաշինքին տանք, սենց տատանվում են։ Այդ տատանվողները բավականին մեծ տոկոս են։ Եթե քայլը արվում անդիմության կողմից դառնում են միասնական, այդ մարդիկ էլ չեն տատանվում, ուղիղ գալի քվեարկում են։ Ու դա տալու է արդյունք։ Հետևաբար բոլորս պետք է այդ տրամաբանությամբ շարժվենք եւ Աստված առաջ ինչ որ լինի ճիշտ է դա լինելու։ Բարի պարոն Ավետիսյան, իսկ դուք հարգելի հետևորդներ, հետևեք մեզ, դիտեք, փորձենք վերլուծություն անել միասին, հետևենք նախընտրական գործընթացներին։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։